նկարեմ։ Ուրեմն ես հիմա գտնվում եմ Ալին Ստեփանավան քաղաքում գտնվող Ալին մոբայլ խանութի դիմաց։ Մի քիչ առաջ խանութի տնօրեն Սուքասյան ներկայացած անձը իմ հասցեին հնչեցրեց իմ առողջությանս վնաս պատճառելու սպառնալիք, որի կապակցությամբ ես հրավիրել եմ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկներին։ Հիմա պարեկները իմ ահազանգի հիման վրա եկել են դեպքի վայր, ներկայացնեմ ինչ խնդիր է։ Ուրեմն մայրս Գոհար Շահինյանը մի քանի օր առաջ այս խանութ սրահից ապառիկ կարգով գնել է լվացքի մեքենա եւ էլեկտրական տաքացուցիչ։ Այդ ժամանակ խանութի տնօրենը երաշխիքային սպասարկման կտրոնը գառանտիայի հետ կտրոնը տրամադրել է, բայց կնիկ եւ ստորագրություն չի դրել, որը իրավաբանական ուժ չունի օրենքի տեսանկյունից։ Ես այսօր ներկայացել եմ խանութ սրահ, օրենք պահանջել եմ խանութի աշխատակցուհուց, որպեսզի տնօրենը Սուքասյանը այդ երաշխիքային սպասարկման կտրոնի վրա դնի կնիկ եւ ստորագրություն։ Խանութի աշխատակցուհին զանգահարեց տնօրեն Սուքասյանին, տնօրեն Սուքասյանին խանութի աշխատակցուհին տրամադրեց իմ հեռախոսահամարը, որից հետո Սուքասյանը զանգահարեց ինձ, հենց ինքը զանգահարեց, որի ժամանակ ես մեր հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրեցի խնդիրը, ասեցի, որ ձեր կողմից չի դրվել այդ երաշխիքային սպասարկման փաստաթղթի վրա կնիկ եւ ստորագրություն չի դրվել եւ վերջինից պահանջեցի, որ ինքը գտնի կնիքը եւ ստորագրությունը։ Սուքասյան ներկայացած անձը ասեց, որ դու ինձ մի սովորացրու ես ինչպես աշխատեմ, որից հետո ես ասեցի, եթե դուք չանեք այնպես ինչպես որ օրենքի պահանջն է, ես ձեր դեմ բողոք եմ ներկայացնելու եւ ազգային անվտանգություն ծառայություն եւ YouTube-ով բարձրաձայնելու եմ ձեր արարքների մասին։ Որից հետո Սուքասյանը վրդովվեց, ասեց, որ եթե դու նման բան անես եւ իմ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցրեց, մի քիչ վիրավորական է տեքստը, չեմ ուզում մեջ բերել, հեռախոսազրույց ամբողջությամբ ձայնագրել եմ, ունեմ ապացույց, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ինձնից վերցվի հանցագործության մասին գրավոր հաղորդում, ենթադրյալ առողջությանից վնաս պատճառել սպառնալիքի հետ կապված եւ միջոցներ ձեռնարկեք, որպեսզի տնօրեն Սուքասյանը օրենքով սահմանված կարգով երաշխիքային սպասարկման այդ կտրոնի վրա դնի կնիկ եւ ստորագրություն։ Չգիտեմ, կարծեմ խանութի դուռը փակել են, ինչքան գիտեմ։ Չէ, բաց է։ Ենթադրյալ հանցագործության դեպք է տեղի ունեցել, ես էլ հանրայնացնում եմ։ Որը տեղադրել եմ YouTube-յան ալիքում։ Դուրս արի, ու չես ուզում նկարվես, դուրս արի։ Ես ես պահմատ, ես չես ուզում նկարվել։ Բարեկային ծառայությունից ավանդեցի, որ շաքսոն է խոս։ Դա ազանք ունենք ձեր խանութի հետ կապված, խնդրեմ մոտենա խանութ։ Խնդրեմ մոտենա խանութ, հետագա պարզաբանումները ստեղ կատարել։ Եվ մնացածը ուրեմն ձեզ ծանոթ։ Սաքսան Արամոս։
Նշում է Սուքիասյանը, որ ամեն ինչ արել օրենքով համապատասխանքով, բացի ստորագրությունը, որ չի դրվել, բայց պաշտոնապես այն ինչը որ թես տրամադրել է, ինքը 1 տարի է թե քանի տարի Եթե չկա կնիկ եւ ստորագրություն, դա իրավական ուժ չունի։ Եթե on-line ընդհանրապես պետք է չտրամադրվի։ Բաց սպառնալիքը էլ հնչեց։ Ասում է, եթե խնդիրներ ունի կամ ուզում է ահազանգ տրամադրի, բան հաղորդում դանի, խնդրեմ, ասում հաղորդում անեք, բաժնից թողից տեղեկացնեն, ես կմոտենամ բաժին։ Դա հիմա ես գնամ բաժին հաղորդում եմ ուզում տամ։ Այո, միասին մոտենանք հաղորդումը կհավաքենք։ Շատ բարի։ Հիմա մոտենանք հաղորդումը կհավաքենք։ Արդեն իրան օրենքով համապատասխան, դրանք բավարար իրա հետագա բարձրաբանում է։ Հասկոց։ Այս հեծանիվով կգամ ես իմ հեծանիվ, նո։ Հեծանիվով ես հիմա կգամ բաժին։ Ես գնամ այնտեղ սպասեմ։ Հա, էլի։ Դե սա ազանգը չեն խաղի, քանի որ Հա, գալիս եմ հիմա, հենց հիմա գալիս եմ բաժին հեծանիվով։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսաք, իմ ահազանգի հիման վրա ոստիկանության Ստեփանավանի բաժնի բարեկները անհապաղ եկան դեպքի վայր եւ անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու համար եւ բարեկներ ինձ հրավիրեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին այս խանութի տիրոջ Սուքիասյանի դեմ հանցագործության մասին գրավոր հաղորդում ներկայացնելու համար։ Վերջինիս կողմից ինձ ուղղված իմ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքների հետ կապված։ Հիմա ես գնում եմ ոստիկանության Ստեփանավանի բաժին խանութի տիրոջ Սուքիասյանի դեմ հաղորդում ներկայացնելու համար։